Ես կուզեի անդրադառնայինք նաև արտաքին քաղաքական մի քանի հարցերի, դուք նախ առաջարկել էիք ադրբեջանցի ձեր գործընկերոջ հետ հանդիպում այդ պայմանագրի շուրջ քննարկումների եւ խաղաղության ամրապնդող քայլերը այսպես բանանելու համար, շարունակական դարձնելու համար, կա արձագանք, կարող հնարավոր է հանդիպում լինի, սրան արձագանքեք եւս մի հարցեր։ Դա հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է տեքստը եւ պետք է արդեն բանակցություններ գնան ստորագրման վայրի, տեղի եւ հետագա գործընթացների մասին, որոնց հետևելու է նաեւ ավելացված գործընթացի խորհրդաններ։ Ես պատահամարեցի, որ այս հարցերի շուրջ եւ ոչ միայն այս հարցերի շուրջ խոսել Ադրբեջանի պատգամավորների հետ, որովհետեւ վերջում մենք պետք է սկսենք միմյանց հետ եւ այս առաջարկը ուղարկեցի, մինչեւ այս պահը արձագանք չկա եւ ես հույս ունեմ, որ դրական արձագանք կլինի, այնուամենայնիվ դեռ որևէ ազդակ չկա։ Հրապարակային պատրաստ եք գնալ Բաքու, այնտեղ հանդիպել։ Եթե հիշում եք, իմ նամակի վերջում, իմ գրառման վերջում նշել էի, որ պատրաստ ենք օրինակ հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի որևէ տեղանքում։ Պարոն Խանդանյան, դուք այդ հրապարակային գրառումը, թե նաև ուղարկել եք պաշտոնական նամակ եմ ուղարկել։ Հա, եւ երեք կրկին Ադրբեջանից անդրադարձել են խաղաղության համաձայնագրին իրենց ներկայացուցիչների մասին եւ ասել են հայկական կողմը պետք է, այսինքն պետք է արագացնել հաստատի ստորագրումը եւ Հայաստանը պետք է դրա համար փոխի սահմանադրությունը, որպեսզի ստորագրման այդ շանսը բաց չթողնվի։ Պարոն Խանդանյան, հնարավոր է վերջո Հայաստանը սահմանադրական փոփոխությունները արագացնի, որ այդ հաստատությունը ստորագրվի։ Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնվելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ եւ վայր եւ համաձայնեցնի մեզ հետ եւ դա ստորագրվի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխման պահանջին կամ նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ, որ նախ եթե նույնիսկ Հայաստանի սահմանադրության մեջ լիներ որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, ինչը չկա, բայց նույնիսկ այդ պարագայում խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ լուծում է այդ հարցը եւ մենք ենք, որ Ադրբեջանին ասում ենք, որ պետք է օր առաջ արագացնել եւ ստորագրել խաղաղություն։ Այսինքն, պարոն Խանդանյան, սահմանադրության փոփոխության մասին այս քննարկումները որ կան, որ լինելու է 27-ին ամենայն հավանականությամբ հանրակրվեն, սրա մասով ոչինչ չի փոխվի, այսինքն մենք չենք արագացնի այլ օրենքի փոփոխությունը։ Սա Հայաստանի ներքին հարցն է, Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքական ուժը գտնում է, որ անհրաժեշտություն կա նոր սահմանադրություն ընդունելու, բայց այդ սահմանադրության ընդունումը որևէ կապ չունի խաղաղության պայմանագրի բովանդակությամբ։ Կարող եք ասել համապատասխանի տարածաշրջանային չափորոշիչներին դա ինչ է։ Սահմանադրությունը նաեւ պետք է բոլոր չափորոշիչներին պետք է համապատասխանի Հայաստանի տեղի ներքին եւ արտաքին հարաբերությունների համատեքստում, բայց կրկին ես այս երկու հարցերը չեմ ուզում խաչել իրար, ինչքան էլ որ դրանք երկուսն էլ վերաբերում են սահմանադրությանը։ Պարոն Խանդանյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ Հայաստանը ամեն դեպքում սահմանադրության փոփոխությունը արագացնելու օրակարգ պայմանագրի ստորագրման համար չի քննարկելու։ Չէ, նման հարց չի քննարկվում։ Ինչպես ասել ենք, որ ակնկալվում է, որ սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի մինչև 26 թվականի եւ քանի որ օրենքը թույլ չի տալիս նաեւ սահմանադրական փոփոխություններ իրականացնել ընտրությունների հետ միասին, հավանաբար դրանից հետո երբ դա հայտնի չէ իհարկե, որտեղ նաեւ սահմանադրության նոր տեքստը պետք է ազգային ժողովը կիրառի։ Պարոն Խանդանյան, ինչ է կարծում, դա սպառնալիք է, ինչ է, երբ որ Բաքուն ասում է, որ պայմանագրի ստորագրման պետք է արագացնել այդ շանսը բաց չթողնելու համար, սա ինչպես կգնահատեք։ Ես կարծում եմ հերթական միջոցն է ձևակերպելու ձգձգման քաղաքականությունը, առնվազն ձգձգման քաղաքականությունը Ադրբեջանի կողմից։
Գերիների պայմանագիրը ստորագրելու։ Գերիների մասով կան երաշխիքներ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո գերիները կվերադարձվեն, այսինքն ադրբեջանական կողմից ստացել եք որևէ հավաստիացում սրա հետ կապված։ Ինչի մասին երեկ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ամբիոնից հայտարարեց։ Ես լսել եմ ինչ ասել վարչապետը եւ խոսքը ոչ թե ստացած հավաստիացման մասին է, այլ որ այս բանակցությունները եւ այս խաղաղության գործընթացը իր բովանդակությամբ եւ ընթացքով շատ լավ միջոց է այդ հարցը լուծելու համար բայց դա չի նշանակում, որ միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ է պայմանավորված գերիների վերադարձը մնացած բոլոր դիվանագիտական գործիքակազմը օգտագործում է այդ հարցը լուծելու համար եւ դրա ժամկետները անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից, որովհետեւ մենք կարծում ենք, որ գերիները պետք է հիմա վերադարձվեն։